Հաշվի արդար է, անձնական նկատառումներով բարոն Զարուգյանի նկատմամբ մենք այստեղ ներկայացել ենք այսօր մեր աշխատակիցներով, բանջերով համար, որպեսզի ամենամոտ այսօր եթե կարելի է, այսօր իսկ եթե 3 լիներ ավելի լավ, վերապացվի Euromotors-ը։ Մենք եկել ենք վերկանգնելու մեր արդար իրավունքներին եւ հավատում ենք, որ ճիշտ է, գետնի վրա այսօր Հայաստանում արդարություն չկա, բայց հավատում ենք, որ երկնային արդարությունը կա եւ ոչ մեկը գարա Աստծո բարգեվածը բարոն Զարուգյանին խլել։ Մենք եկել ենք այստեղ մեր իրավունքների պաշտպանումի համար եւ երկրորդ անգամ նաեւ մեր աջակցությունը, մեր զորակցությունը հայտնելու բարոն Զարուգյանին, որ մենք իր կողքին ենք մինչև վերջ եւ հավատում ենք, որ առնվազն արդարությունը պետք է որ վերականգնվի, եթե ոչ գետնի վրա երկնային։ Մենք շատ մեծ գորուսներ ենք, ասինքն 3 իմացանք, որ մեր մոտ ինչ որ շուրի խողովակ է դրակել եւ ունենք ակին բայստամասեր, որ վնասվել են, նաեւ ունենք այո, անշուշտ, որտեղ փակ է գազམ་ագերբություն ամսի 7-ից ի վեր։ Մեզ խապում էին ամեն օր ասելով, որ 10 օրից կվերապացվի, արդեն 23 օր է եւ նույն գացության մեջ ենք, դեղքայլ, ոչ մեկ առաջ խաղացում եւ մեր մոտ ոչ մեկ իրավական հիմք կա, շինձու մեղադրանքներով եկել են ներխուժել են եւ արգրավել են մեր սերվերները, մեր կոմպյուտերները եւ մեր աշխատանքը խափանել են, ինչպես գիտեք, մենք միջազգային BMW, Mini եւ Rolls-Royce-ի ներկայացուցիչ ենք, այս մեկը նաեւ Հայաստանի վարկը գցում է քեդին, ոտնագողում է, մնացած վարկը Հայաստանի, արդեն ոչինչ գրեթե չի մնացել։ Եվ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնենք մեր իրավունքը։ Նաեւ ունենք խնդիրներ BMW-ի հետ, որովհետեւ մենք որպես ներկայացուցիչ իրավունք չունենք այսքան երկար ժամանակ մնալ անկորձ։ Ինչպես պիտի փաստարեն, մարդիկ զարմանում են, չեն կարող հավատալ։ Իրենց ուղարկում ենք լինքերը, որ լսեն այստեղ ինչ տեսակ արդարություն կա, ինչ տեսակ անձնական հաշվենկատություն կա։ Մարդիկ չեն հավատում, որ կարող են կալ մեկ օրվա մեջ 70 գազམ་ագերբություն փակել, 7000-ից 10000 աշխատող անկորձ թողնել եւ այս ամբողջ չկատարվի, բարձրապես որտեղ մարդիկ օգտագործում են իրենց իշխանությունը, իրենց իրավասությունները շրջանցելով։ Որտեղ եք աշխատում։ Ես գլխավոր դոնորենն եմ Euromotors, BMW, Mini եւ Rolls-Royce-ի։ Դանագյոսյան Աբրահամ։ Կառույցները որ տեսնեն, որ նման խնդիրներ են լինում Հայաստանում ներդրումների պատճառով, հետագայում Հայաստանին կվստահեն, որ Գիտեք, անձնական, այսինքն անհատ մարդիկ, որոնք պիտի այստեղ գործեր կառուցեն, ֆինանսական ոչ մեկ ներդրում չի արվելու։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցներով, այսօր ինչպես գիտեք, քաղաքական նկատառումներով Եվրոպան աչք է փակում Հայաստանի մեջ կատարվող բոլոր խախտումների նկատմամբ, ինչպես եկեղեցվո նկատմամբ, նույնպես ինտիմության նկատմամբ եւ բարոն Զարուգյանի նկատմամբ։ Այս բոլորը քաղաքական են։ Եվրոպան որ իրականացնի իր երազները, որը Հայաստանը վերածվի վիլայեթի, ազերիական եւ թուրքական, այդ ժամանակ արդեն կտեսնեք, որ Հայաստանը մնալու է առանցին եւ ոչ մեկ ներդրում արդեն իսկ չկա եւ ոչ էլ լինելու է։ Ինչ որ հիմա լինում է, բարձրապես քաղաքական նկատառումներով է։ Իսկ ինչ պետք է անել, որ խուսափել այդպիսի բաներից։ Ներողություն։ Կառավարության անդամների հետ հանդիպում եք պահանջում։ Բիդի հանդիպենք ես էլ չգիտեմ, մեզ բարձրապես տեղեկացրել են, որ մեզ ընդունելու են 15 րոպեով, որովհետեւ մեր մտահոգությունը չգիտեմ, անգերց չգիտեմ։ Հետաքրքրված էլ չեմ ինձ համար, ոչ էլ հավատում եմ, որ մեր հանդիպումը ոչինչ փոխելու է, բայց որովհետեւ նաեւ ես, այս ընդհանուր դնորենները գաբարագնկված հաստատություններ դնորենները, նաև ես, անկախ որ ասում եմ, ես ոչ չեմ հավատում, որ ոչինչ փոխվելու է։ Մենք Արցախը դվել ենք եւ ոչինչ չի փոխվել։ Եկեղեցվո թեմ արշավներ են եղել, կաթողիկոսի թեմ խոսվել է անվանական եւ մակտիրներով։ Ոչինչ չի փոխվել։ Ես չեմ հավատում, որ հիմա ոչինչ փոխվելու է։ Խնդրեմ։